Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գաբրին 21-րդ թարու մեջ թարմը, որ նախքին բոլոր թարերեն ավելի զարգացած թար է։ Թարմը, որ քիդական հարաշտիմությամբ լեցուն թար է։ Սակայն երբ գնայինք մարդու ապրած կյանքին, իրարու հանդեպ անոնց ունեցած վերաբերմունքին, կտեսնենք, որ ու կհամոզվենք, որ գիտությունը, զարգացումը, հարաշտիմությունը բացարձակ կերպով չեն կրնար մարդս նորոգել։ Անոնք կրնան կորձիկներ նորոգել։ Կրնան ովև մեկ քյուդ ընել, բայց մարդու հոգին գարիք ունի նորոգողին, եւ նորոգողը ուրիշ մեկը չէ, եթե ոչ Քրիստոս ինք։ Նորոգող հնությանց, նորոգյա եւ զիս, նորոգ զարտարյա, գսեսուտ ներսես շնորհալի հայրաբեդ արավոտ լուսո շարականի մեջ։ Այսինքն հնությունները նորոգող ով դեր նորոգեզիս վերստին զարտարեզիս։ Ամեն շաբաթ օր ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն խոսքեր, քարոզներ, խրատներ։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ այս սքանչելի լույս եկեղեցակիդական շաբաթաթերթեն, որ 1905-ին դպված է, այսինքն 120 տարիներ առաջ, այս շաբաթաթերթի մեջ քարոզմը դպված է եւ մագակրված է Սահակ Վարդապետ, ըստորագրված է Սահակ Վարդապետի քարոզը պիտի գարտամ սիրելներ, 120 տարվա քարոզ է, պիտի տեսնեք սքանչելի գերբով մարդու հոգին գբեղե եւ ցույց կտա թե մարդը առանց Քրիստոսի հին է։ Եվ ադոր ամարալ այս քարոզը վերնակրած է նոր մարդն ի Քրիստոս։ Քրիստոսով նոր մարդը ինչպես կրնա ըլլալ։ Մանավանդ որ վաղը մենք նոր գիրագի պիտի դոնենք եւ նոր գիրագին ոչ թե գիրագի նորոգությունն է, այլ մեր նորոգությունն է։ Հարուցյալ Քրիստոսով մարդու նորոգությունն է։ Փնապան գարնե Սահակ Վարդապետը Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, որ Նիկոդեմոսի ասավ, բարդեցես ծնանիլ վերստին, այսինքն պետք է որ դուք վերստին ծնիք։ Հովանու ավետարանի 3-րդ գլխու 7-րդ համարեն եւ գսկսի խոսիլ։ Մարդիկ քիչ բացառությամբ ճշմարտությունը սրբաբղծած ու անիրաված են արդարության, որով աբականված է փարոյական բնությունը մարդուն, ինչ որ կհաստատվի պատմական ապացույցներով։ Չես հանդիպած կյանքիդ ընթացքին մեջ այս տեսակ մարդոց, որոնց մեջ գույր գիրքն է որ գործե, քան լուրջ գամքը, քծուց շահն է որ գխոսի, քան ազնիվ զգացումը հոգեգան թելադրությանց։ Գասագայն մարդու ներսը գիրքերու մոլեկին թափմը, չարին հագամետ ըղցանքներու փուրն ցկդումը եւ ավրված նկարակրիմը խառնվածքը, որ իր հետը գծնի եւ որի բնության մեկ մասն է, դարսոնացին Բողոս հին մարդը գանվանեզայն ինգած աբականված մարդը։ Իսկապես սիրելներ, երբ նայինք ամեն մեկս մեր մեջը, թե ինչ տեսակ աբականություններ կան։ Մարդիկ, որոնք անձնական շահերով, եսասիրությամբ միայն իրենց մասին կմտածեն, անիգա Բողոս Արաքյալի բացատրությամբ հին մարդն է, որ աբականած է։ Եվ ան որ Քրիստոսով նորոգված չէ, գաբրի այդ հին կյանքին մեջ։ Ասպնական էյագը ան օրեն ինգավ իր հոգեգան բարձրութենեն վար
երբ սկսավ բաշտել իր եսը, իր գիրքը, իր շահը։ Այո, այն օրեն, որ մարդը սկսավ իր եսը բաշտել, իր շահը, իր գիրքը, այդ օրեն արդեն ինգավ այդ մարդը։ Ու անոր մտածումները մոլորուն, անոր խորհուրդները խոլագանը սկսան դառնալ ու թեր գտարնան այս երեք աստվածներու փակիներուն շուրջը։ Ինչ են այդ երեք աստվածները։ Իր գամագոր եսին կոհացում 1, իր անսանց գիրքին հակեցում 2 եւ իր անգուշտ որովայնին լիացում դալու համար ան ինչեր չերած ու թեր ինչերալ չներ։ Ահա երեք աստվածները, չաստվածները մարդու մեջ։ Ես, գիրք եւ շահ։ Մարդուն այս հոգեգան ինգածությունը, փարոյական կյանքին այս խաթարումը, իր կոյությանը սպառնացող ախտանիշը կամ իր սրդին վրա փուսած խորարմատ բալարմներ։ Պետք էր սակայն մեկը, որ այդ մահացուցիչ բալարին բալասան մը գտներ։ Պետք էր հզոր ու փրկարար փազուկը վերագանքնելու համար այս ինգած մարդը իր ահավոր անգումեն։ Վերջապես պետք էր երկաթե ցերկը քանթելու գործանելու համար անոր բաշտած գիրքի, շահու եւ անհակ ցանկություններուն գուրքերը, որոնց արչեւ ձուներ գտներ ան։ Պետք էր մեկը, որ առաջնորդեր մոլորումե թեպի ուղղություն, անգումե թեպի բարձրություն, բղծութենե թեպի սրբություն, սդութենե թեպի ճշմարտություն, խավարեն թեպի լույս ու մահվանե թեպի կյանք։ Պետք էր մեկը, որ մարդս առաջնորդեր այս խավարեն թեպի լույսը, այս բղծություններեն թեպի աբագանություն, մեկը պետք էր, բայց ով էր այդ մեկը, ով գրնար ըլլալ։ Ոյ սովորական մարդ չեր գրնար ըլլալ, որովհետև բոլորն ալ աբագանած են։ Բոլորս ալ մեղավոր են, չկա աշխարհի մեջ մեկը, որ անմեղ է, չկա։ Հետևաբար ով պիտի ազատեր մարդը այս իր եսեն, շահեն, իր գիրքեն, իր բղծություններեն, իր աբագանած հոգին ով պիտի ազատեր։ Ահա Սահակ վարդապետը շարունակե։ Քրիստոս ինք եղավ այդ հզոր աչն ու քթոտ փազուկը երկինքեն թեպի երգիր երգնցած վերագանքնելու համար ինգած հին մարդը։ Այո, միայն Քրիստոս։ Անոր միակ նպատակն էր ցույց տալ մարդուն այն բարձրությունը, ուր սահմանված էր մնալ։ Բարձրացուց վեր արավ զայն խաչին խորհրդով իր ուսին վրա, ու ինգած մարդը ըսկաց ինքն իր մեջ, թե ով է զինք վիրավոր բազուկներով քրգողը իր աստվածային սրդին վրա, որ միայն մարդկային հոգևոր փրկության սիրով կփապախեր։ Հիսուսի սիրտը մեկ բանով կփապախեր, մարդիկը փրկելու, մարդկությունը փրկելու, փարսացնելու զիրենք։ Այս անգումեն, այս բրձութենեն, ադորամար Քրիստոս արավ մեզ, մեր մեղքերը եւ ուսերուն վրա առած խաչին վրա կամեց իր ցերքերը, իր արյունը թափեց մեր բոլորի փրկության համար։ Մարդն ըսկաց, թե Աստված իրեն նման եղած էր, վիշտ ու վերք, գսկից ու տարաբանք, մահ ու բադանք գրելով, որբեսի մարդն ընե իրեն նման, հագցնելով անոր մահվան բադանքին դեղ անմահության բատմուջանը։ Աստված Աստծո որդին մեզի պես եղավ, որբեսի մեզալ իրեն պես դարձներ։ Աստուծո պատկերին պես ստեղծված մարդը մեծ փոփոխությունը գրած էր ինքն իր մեջ եղած եղձանելով իս հոգին իսկական սրբությունը ու Աստված գերեւի նման մարդուն նման երևցավ Աստված վերաստեղծելու համար դարձյալ զայն նման իրեն։ Այնքան մարդը աբագանած էր, որ դեր ուզեց մարդանալ, որբեսի իրեն նման սրբացնե մեզ։ Ան ըսվեցավ որդի մարդո, Քրիստոս կոչվեցավ որդի մարդո, որ մարդն ըսվի որդի Աստուծո։ Հիսուս որդի մարդո դարձավ, մարդու որդի դարձավ,
որբեսի մեզ Աստուծո որդիներ դարձնե։ Հին մարդը գսե Պողոս առաքյալ, հանեցեք ձեր վրայեն եւ հագեք նորը գիտությունով նորոգված իր ըստեղծողին բատկերին պես։ Գողոսացներու նամակի մեջ են այս խոսքը 3-րդ գլուխ 9 եւ 10 համարներն։ Անթարցիալ գսե Եփեսացներուն գրած նամակովը թե սորվեցակ, որ ձեր վրայեն մեկթի անեք այն ձեր առաջվան վարմունքին պես եղած հին մարդը, խապեփա ցանկություններով աբագանվածը եւ ձեր մտքին հոգիովը նորոգվիկ ու նոր մարդը հագնիկ, ան որ Աստուծո բատկերին պես ստեղծված է արդարությունով ու ճշմարիտ սրբությունով։ Հիսուս Նիկոդեմոս Փարիսեցին վրա դեսնելով այս ինգած հին մարդը ըսավ անոր. պետք է որ դուք նորեն ծնանիք։ Հովանու Ավիդարանի 3-րդ գլուխ 3-րդ եւ 7-րդ համարներու մեջ Հիսուս ասավ. այս նոր ծնունդը կյանքի այս նոր փոփոխությունը հարաճ պիտի կար միմիայն Քրիստոսի կյանքովը եւ Ավիդարանին բրգարար աստեցությունովը։ Անով էր որ պիտի լային հբարտները խոնար, անցնասերները ընկերասեր, ողագալները ներող։ Մարդը որ փոքրիկ դիեզերք մը գոչված է, ինքն իր ներսը գսկա սակայն անհունության անհբելի սահմաններուն սավառնող կարողության մտրիչքը։ Ան իր մտքին թևերովը գխոյանա մերթ թեպի երկնքի բարձրությունը եւ մերթ գմխրջի երկրի ընթերքի մեջ։ Իսկապես սիրելներ, մարդը այնպիսի կարողություններով օժտված է Աստուծո կողմէ, որ մտքով մենք կրնանք հիմա երկնքի բարձունքները թռիլ, սավառդիլ եւ կրնանք երկրի խորերը երթալ։ Անիգա գիտության աչքերու սևերումներով գնքրգե հերավոր ու անզանոթ աշխարհներու հորիզոնները եւ բնության թակուն ուժերը ի վեր հաներով գործածե զանոնք այնպես ինչպես որ գուզե ինքը վերջապես մարդուն ցերկերը երկրից 4 ծայրը գգաբեն իրարու հետ այնպես ինչպես սարթի ոստայնը դամը անգյունները։ Միթե այդպես չէ սիրելներ, մարդը ամբողջ աշխարհ իրար գաբած է, ինչպես օթանավներով, նավակներով, փոխադրամիջոցներով։ Այսքան գիտություն ունի մարդը։ Այս բոլորը Աստուծո կողմէ դրված կարողություններ են մարդուն։ Բայց տեսեք, հիմա ամենեն կարևորն է որ մարդուն գբաքսեր։ Լսենք։ Գիտությունը չէ որ գբաքսի մարդուն այսօր։ Ճիշտ է, գիտությունը չէ որ գբաքսի։ Այսօր սակայն այս գիտությունը գրծած է առանց փարույականի բոլորովին փոխել ճակատագիրը դարաբող մարդուն։ Գրծած է հոգեբես ինգած մարդը վեր առնել։ Թշպախտ չեք գտներ մարդը ու անգադար իր այս գարձեցյալ բոլոր զարգացումներուն եւ մտավորական հարաշտիմություններու մեջ։ Քանի որ փուն փարոյական մարդը չէ զարգացեր, մարդը կմնա դակավին իր դխուր անգումին մեջ։ Մինչև որ այո զարգացում գա, գիտության զարգացում, բայց մինչև որ մարդու մեջ փարոյականը չէ զարգացած, մարդը իր դխուր վիճակին մեջ է։ Հիսուսի հրյա իշխանեն բանջած նոր ծնունդը կամ ագնարգած կյանքի փոփոխությունը բոլորովին դարբեր է գիտության մեր մտքի վրա հարաճ բերած փոփոխություններեն։ Եթե անհրաժեշտ է վերջինը, այսինքն գիտությունը եթե անհրաժեշտ է, առաջինն ամենեն էականն է ու գենսականը, այսինքն հոգի փոփոխությունը ավելի գենսական է։ Ադորամար Հիսուս Նիկոդեմոսին ասավ. պետք է վերստին ծնիք։ Հիսուս կբահանջե շատ զարմանալի, բայց ոչ դժվարին փոփոխությունը եւ զայն կանվանե նոր ծնունդ, նոր կյանք։ Քրիստոս իր կորձը ներսեն սրդեն կսկսի։ Սիրելներ, գիտությունը ներսը չի աստին մարդուն։ Գիտությունը արտաքինը կփոխե։ Բայց ներսը փոխվելու համար մարդուն Քրիստոսի գարիք ունի։ Քրիստոս իր կորձը ներսեն սրդեն կսկսի։ Անոր խորաթափանց աչքը շեշտագի գնայի թեպի ներս, մեր հոգիներուն ներքնաշխարը, ուրբացահայտ գերևի մեր սրդին սրբությունը կամ աբագանությունը։ Քրիստոնեական գրոնի սկզբունքներու մեջ ոչ ճաշտոնն ու թիրքը, ոչ անունն ու դիդղոսը,
ոչ ալ դարազն ու արդակին ովևէ ծևերը գրնան փամը աստել մեր սրդին վրա, եթե անիգա չէ պատրաստված այդ սկզբունքներուն համեմատ։ Արդակին փոփոխությունները ոչ մեկ բան գնեն սիրելներ, ոչ մեկ բան։ Գուզես գրոնավորի սկեմ հակիր, գուզես կեղեցիկս քեզ հակիր, ինչ գուզես հակիր։ Արդակինը չէ որ կփոխե, գուզես դեմքդ փոխե, գուզես ինչ գուզես փոխե արդակինը։ Ներսը չի փոխվի, եթե Քրիստոսը չհրավիրես, եթե վերստին ծնուն չունիս, չես կրնար բացարձակ կերպով նոր մարդով ապրիլ, այլ միշտ ապագանությամբ պիտի ապրիս։ Ճշմարիտ գրոնը սրդեն կսկսի եւ ոչ արդակին գեղևեն։ Եվ մինչև որ մարդուն այս ներքին կյանքը, սիրտը, սկացումի այս լայն աշխարհը չփոխվի, մյուս փոփոխություններն ու արդակին ծևերը փամնալ չեն արժեր։ Սիրտը գետրոնն է այն թակուն ուժին, որ կգարավարե մեր ամբողջ փարոյական կյանքը։ Մեր խորհուրդները ուղիղ են, եթե մեր սիրտը մաքուր է։ Մեր խաղապարները հստակ են, եթե մեր սիրտը խաղաղ է։ Մեր սկացումները ազնիվ ու բարի են, եթե մեր սիրտը անփիծ է։ Մեր գիրկն ու գամքը սանձված եւ ուղված են, եթե մեր սիրտը զեղուն է, սուրբ եւ երկնային սիրովը, որ Հիսուսի սրդեն միայն գծորի։ Ահա սիրելներ, ամեն ինչ սրդեն գախյալ է։ Եթե սիրտը չնորոգվի, հոգին չնորոգվի, եթե վերստին չծնի մարդ, ամեն ինչ աբագանած է։ Ահ, սիրտը մարդուն քախնիկներով լի դիեզերք մնե, ան շատ լայն է եւ մթին, անոր ալքերու մեջ, անոր ձալքերու մեջ բահված ուժերը ավելի փուրն են, քան մեզի ծանոթ բնական աշխարհի ուժերը։ Դարձյալ այդ սրդի աշխարհի մեջ ինչ հաճույքներ, ինչ հրաբույրներ, երջանկության ինչ հմայիչ երազանքներ, փարոյական ինչ մեծություններ, ինչ անցկություններ, ինչ գեղեցկություններ կան, որոնք անկարելի է որ բացատրվին եւ պատկերացվին քրճով կամ լեզվով։ Ոհ, բարի ու ազնիվ սրդերու խորքը ամենեն չքնաղ, ամենեն անկին քոհարները կան բահված։ Հոն է սուրբ ըսկացումներու գետրոնը, հոն է սերը։ Հիսուսը սավ Երանի անոնց, որ սրդով սուրբ են, վասնզի անոնք զաստված պիտի տեսնեն։ Մատթեոս 5:8 համար։ Քրիստոս Նիկոդեմոսեն այս նոր ծնունդի, նոր սիրտն է որ պահանջեց։ Հին մարդուն սիրտը սակայն արհավիրքով լի մթին անթունդ մնե։ Գուզես հասկանալ ու քննել զայն։ Մդիր անգամ հոն այդ սրդի մեջ, ինչեր պիտի տեսնես, ինչ զարհուրելի երևույթներ պիտի բարձվին աչքերուդ առջև, այն մարդոց սրդին մեջ, որ ապագանած են, որ Քրիստոսով չեն նորոգված։ Հոն պիտի տեսնես վայրակ ունակություններ եւ անգուշտ շահասիրություններ, հոն թեր գսողոսկի նախանցի նենքավոր օծը, մարդու սրդին մեջ է այս նենքավոր օծը, որ կփնագի։ Մինչև որ մարդու այդ քազանային բնավորությունը չփոխվի, նոր ծնած կամ նորոգված չգրնարալալ։ Պետք է այդ բնավորությունները մեռնին մեր մեջ եւ անոնց տեղ ապրի հեզության, համբերության, անձնանվիրության ու ամմեղության հոգին, որ է Քրիստոսի հոգին։ Երկու հզոր ուժեր կան գլխավորապես մեր մեջ գործող՝ շահն ու սերը։ Առաջինը հին մարդու ներսը, շահը հին մարդու ներսը, իսկ երկրորդը, այսինքն սերը, նոր մարդու ներսը։ Հին մարդուն շահասիրական ըսկացման թելը մեկ ցայմը միայն գահանե, իմս է։ Քանի որ շահն է, հետևաբար մեկ թել ունի, մեկ եղանակ ունի, իմս է, ես։ Անոնք որ թեր հին մարդը գաբրին, իրեն հին կորձերովը, իրենց մեջ կորձող ահավոր ու ավերիչ ուժը շահն է։ Չիղը այս նյութական աշխարհին, որուն առանցքին վրա գտարնան շարունակ ոսկի հորտը բաշխողներու հոգիները, թերանոնց մեջ վայրակ ցանկությանց ցայն է որ գլսվի։
Ինչպես որ անցյալին հրյաները ոսկի հորտը բաշտեցին, եսասերն ալ ոսկի հորտը կբաշտե։ Իսկ նոր մարդու ներսը Սուրբ Հոգիով նորոգված սրդերու խորը, ուր Քրիստոս ինքը գաբրի, սերն է որ գործե։ Քութի գարեկցության սիրո Աստվածը, որ սրդերը անցերակորձ դաջարներ գշինե իրեն համար։ Վերստին ծնած նոր մարդուն սիրտը աննենք ու սուրբ սիրով միայն գփափախե ու գստիբես ինքը սիրել, միշտ սիրել, անհունաբես սիրել։ Ահա այս մեծ այս վսեմ սկզբունքը քրիստոնեությունն էր, որ ծնավ փարասիրության, անձնասիրության, աբականության թարերու ծոցեն։ Եղբայրության ու ճշմարիտ խաղաղության կյանքը Քրիստոսի աստվածային կյանքով հյուսված հաշտության ձիածան մեղավ, որ երգիրը երկնքին հետ կգաբե։ Քրիստոս ուզեց, որ հին մարդուն ներսը թատրի ալ ըստորին կյանքը ու անոր դեղ ապրի սիրո ու սրբության նոր մարդը։ Անձնակնությունը ամենեն էական պայմանն է մեր կյանքին ամեն երևույթներու մեջ։ Քննե ուրեմն ով ընթերցող, անձդ, սիրտդ, կորձերդ։ Նոր մարդն է որ գաբրիս, թե հին մարդը։ Մեզի գոչ կուղե Սահակ վարդապետը։ Գսե քննեցեք դուք ձեզ։ Տեսեք ձեր մեջը նոր մարդը գաբրի, թե ոչ հին մարդը։ Շահաթիդական եսի մարդը, թե ոչ սիրո քութի մարդը։ Չես լսեր աղմգալից կյանքի ընթացքի մեջ այն հզոր, բայց անուշ ցայնը, որ շարունակ կսե քեզի պետք է որթուն նորեն ծնանիս։ Մի խցեր ագանչդ այդ երկնային ցայնին, որ կու ներսդ գադարելության դիբար գուզե ստեղծել։ Ետ մի մղեր այն ցերկը, որ կու քարեղեն սրդի դեր մարմնեղեն փափուկ ու սկայուն սիրտ մտնել գուզե։ Մի երեսը դարձներ այն քաղցր թեմքեն, որ կու ընթարմացած մարմնեղեն կյանքիդ մեջ հոգևորը սկացումի մարդը արտնցնել գուզե։ Մի ապրիր այդ կյանքը, եթե չէ այն Քրիստոսի բանջած վերածնության կյանքը, սրբության, արդարության, ճշմարտության, անձնվիրության, սիրո կյանքը, որ կյանքն է Քրիստոսի կյանքը նոր մարդուն։ Մի ապրիկ սիրելի քույրեր եղբայրներ, այն կյանքը, որ Քրիստոսինը չէ, որ աշխարհինն է, որ եսինն է, որ շահաթիդական է, որ գրքոտն է, մի ապրիկ այդ կյանքը։ Տեսեք 120 տարիներ առաջ գրված այս քարոզը այսօր գոչ մնե մեր ժողովրդի զավակներուն, այս բացվող նոր գիրագին, որբեսի մեր ժողովրդի զավակները այլևս մեկթիթն են շահաթիդական իրենց բոլոր հաշիվները, անձնական, գուսակցական, զանազան տեսակի շահերը, այլ մտածեն քրիստոնեական հավատքի մասին, առաքինի դառնան, նոր մարդ դառնան, այդ ժամանակ է ահավասիկ հայրենիքը գզորանա, երբ հայ ժողովուրդը կմիանա, երբ մեր ժողովուրդը նոր մարդ կդառնա Քրիստոսով։ Սիրով իրարու հանդեպ կվերապերին, քթած կլան իրարու հանդեպ, հայույանքը, չարությունը, նենքությունը, բղծությունը իրենց շրտերեն ու սրդերեն անհետ կվերացնեն։ Ահա այդ ժամանակ է, որ մենք կզորանանք սիրելիներ։ Եկեք միշտ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքերը մեր հոգիներու մեջ ունենանք եւ լսենք, որ գսե պետք է ցեզի վերստին ծնանիք, պետք է գարիք ունենք մենք այսօր։ Եկեք սիրելիներ Քրիստոսի ցերկը, որ մեզի երկարած է եւ գուզե մեզի օգնել, այդ ցերկը չհրենք։ Եկեք մեր թեմքը չդարձնենք Տիրոջ մե, որ գուզե իր օրհնությունը ցակեցնել մեր ազգին վրա։ Եկեք նորոգվենք, նոր մարդ դառնանք, եւ այդ ժամանակ է, որ մեր pedagoganությունն ալ պիտի նորոգվի, մեր եկեղեցին ալ պիտի նորոգվի, մեր հայոց բանակն ալ պիտի նորոգվի, մեր երկիրն ալ պիտի նորոգվի, եւ մենք նորոգության մեջ նոր մարդ դառնալով պիտի հզորանանք ու հաղթանակներ կերտենք։ Աստված օգնական եւ բահաբանը լա մեր ազգին եւ Քրիստոսի հարությամբ սիրելներ, եկեք նոր որոշում առնենք, միասնական որոշում, միության որոշում, նորոգության որոշում։ Աստված ցեզ արադաբես թողորտնե,
բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։